թեբա դեմ ենք ցեղասպանության հարցի զենքայնացմանը։ Ո՞վ է ձեզ այս տեքստերը գրում։ Ընկերներ, տեսեք ինչա կատարվում։ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելը սադրեց պատերազմ։ Այդ պատերազմի մեջ ներքաշեց նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Իրենք արեցին քայլ եւ քայլը չբերեց այն արդյունքի, որը իրենք ուզում էին։ Իրանում իշխանապողություն տեղի չունեցավ։ Մասուդ Փեզեշկյանի թևը չեկավ լիակատար իշխանության, ընդհանրապես մենք հասկանում ենք, չէ՞, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը լավ այսպես ձևակերպենք, պարտված դուրս չեկավ այս ամեն ինչից։ Այս պրոյեկտը, որ տապալվեց, աշխարհաքաղաքական պրոյեկտ, տրամաբանական է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը ներկայիս կարող է վերանայել Իսրայելի դերը Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարության մեջ, հատկապես մերձավոր արևելքում։ Ու այստեղ կարող է գա մի պահ, երբ որ Թուրքիան կդառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների թիվ 1 գործընկերը տարածաշրջանում։ Տրամաբանական է, որ հենց սրանից է բխում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, ով արդեն չի բացառում F-35-երի մատակարարումը Թուրքիային, ինչ է պետք Իսրայելին այս համատեքստում քայլեր անել ընդդեմ Թուրքիայի։ Ընդդեմ Թուրքիայի քայլեր անելու համար Իսրայելին անհրաժեշտ է հայկական լոբին, Իսրայելին անհրաժեշտ է դասական հայկական պետությունը։ Այդ իսկ պատճառով իրենք ճանաչեցին հայոց ցեղասպանությունը, հույս ունենալով սրանով որոշակի առումով կապեր հաստատել հայկական լոբիի հետ, դասական հայկական պետությունը պահպանող այն կառույցների հետ, որոնք կան Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու ընդհանրապես ամբողջ աշխարհում Թուրքիայի գործոնը զսպելու համար։ Իսրայելին ձեռնտու չէ, որ Թուրքիան լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների թիվ 1 դաշնակիցը մերձավոր արևելքում։ Պարզ է, որ Թուրքիան սրան դեմ է։ Տրամաբանական է, որ սրան դեմ պետք է լինի նաև Նիկոլ Փաշինյանը, ուստի ամփոփելով, տեսեք, իհարկե, այնպես չէ, որ Իսրայելում նոր են իմացել, որ թուրքերը ցեղասպանություն են արել։ Ուղղակի իրավիճակը այնպիսին է, որ իրենք հիմա ստիպված են փնտրել հայկական նաև լոբի աջակցություն։ Չմոռանանք, որ հայկական լոբին կարողացել է այնպես անել, որ ամերիկացիները 30 տարի շարունակ Ադրբեջանին զենք չեն վաճառել։ Նույնը ուզում է հիմա Իսրայելը ստանալ Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում։ Մնացած ամեն ինչը ուղղակի էմոցիաներ են, ուղղակի հիշեք հետևյալը, որ Նիկոլ Փաշինյանը սրանով ռազմավարական աջակցություն է ցուցաբերում Թուրքիային, որի համար անընդունելի է, որ Իսրայելը շարունակի լինել Ամերիկայի Միացյալ Նահանգների թիվ 1 դաշնակիցը։ Էսա կատարվում, կրկին ասեմ, մնացածը զուտ էմոցիաներ են։